Այսօր առավոտյան տեսանք, որ իրավապահները բռնի ուժ կիրառելով, ոչ համաչափ ուժ կիրառելով ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին ազգային ժողովի նախագահի հաղորդման հիման վրա։ Սա դուք ինչպես եք բացատրում, արդյոք ճնշում է ազատ խոսքի նկատմամբ, կարծիք արտահայտելու նկատմամբ։ Սա հարց ունի մի քանի հարթություն։ Սկսենք երևի բուն առարկայից, հա, այսինքն զավեշտը կայանում է նրանում, որ նախաձեռնող, նախահարցակ կողմը տղաները չեն եղել, այսինքն ձեր նշած անձի կողմից հնչել են իր դիրքին եւ պետական պաշտոնին ոչ հարիր գնահատականներ ու վիրավորանքներ անձնական բնույթի, որոնք հնչել են հրապարակավ, այսինքն տղաները պատասխանել են ըստ էության իրենց հասցեին անտեղի հնչածին, ինչին հետևեց տվյալ ձեր նշած անձի վազելով գնալն ու բողոքելը, այսինքն զավեշտը սրանում է կայանում եւ դա անում է մարդ, որը որ իր թիկնազորի միջոցով մարդկանց վրա է թքում մի ուժի ներկայացուցիչ, որի պարագլուխը, հա, անընդհատ օգտագործում է անպարկեշտ պարակույտ եւ վիրավորում ցանկացած ուղղությամբ վիրավորանքներ շռայլում, ես արդեն տևական ժամանակ։ Սա հարցի մի կողմն է, հարցի երկրորդ կողմը, արդյոք սա կարող ենք դիտարկել նաեւ որպես ճնշում, շատ բարձ օրինակ։ Ինչպես գիտեք, Անտիֆեյկի գրասենյակից արգրավվել է ողջ գույքը։ Հիմա ողջամիտ հարց տամ ձեզ որպես լրատվամիջոցի աշխատող, հա, լրագրող կամ օպերատորին կարող ենք այդ հարցը տալ։ Տեսախցիկի շտատիվը ինչ բնույթի տեղեկատվության կրիչ է, որ շտատիվը արգրավվում են, կամ ռեժիսորական վահանակը, որը իր մեջ կրիչ էլ չունի ոչ մի, ինչի համար է դա արգրավվում։ Դա բացատրություն չունի ողջամտության տեսակետից, միակ բացատրությունը, որպեսզի ամբողջությամբ խափանվի տվյալ լրատվամիջոցի եւ հարթակի աշխատանքը, այլ բացատրություն այստեղ չկա։ Եվ այո, այդ կոնտեքստում անշուշտ մենք կարող ենք տալ նաեւ այդ գնահատականը։ Ալեն Սիմոնյանը նշում էր, որ սպառնալիքներ, վիրավորանքներ է եղել իր հասցեին եւ օրենքով պետք է պատասխանատվություն ենթարկեն, եթե մարդը ունի սահմանադրությամբ իրավունք ազատ խոսքի, ապա պետք է այդ չափը չանցնել, հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ չանել։ Դե ես արդեն ձեր հարցին ով է դա ասում, այսինքն մարդ, որը նախաձեռնել է այդ ամենը, կամ ուժի ներկայացուցիչն, ուժ էլ չասեմ, ինչու ոհմակի ներկայացուցիչ, որոնք այդ մշակույթն են բերել ընդհանուր առմամբ եւ այդ բառակույտը դրել շրջանառության մեջ բարձր աթոռներից։ Զավեշտ է սա։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ես նման բան չգիտեմ, այսինքն ես որքանով ես այսօր կարդացի Արսեն Բաբայանի մեկնաբանությունը, դա բացարձակ սուտ է եւ նման ակնարկ չկա ընդհանրապես, իսկ ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, երևի մենք կլսենք իրավաբաններին, բայց այստեղ եւս խնդիր կա, այսինքն դա ապակրեականացված հոդված է։ Այդտեղ քրեական ոչինչ չկա, այն էլ ազգային անվտանգության ծառայության ներգրավման որևէ ողջամիտ բացատրություն կամ անհրաժեշտություն, սա ինչի մասին է վկայում, այսինքն այլևս ոստիկանությունը վստահությունից դուրս է, հա, ոստիկանությունը չեն վստահում, որ այս տեսակ հարցով զբաղվում է ազգային անվտանգության ծառայության մարտական ստորաբաժանումը, սա ինչ է, բացի շոուի էլեմենտ պարունակելը, սա որևէ ողջամիտ բացատրություն ունի, կարծում եմ ոչ։ Տղաների ձերբակալությանը նախորդել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը, կապում եք սա այս երկու դրվագը իրար հետ, հարցազրույցից հետո նաև այս գործը նախաձեռնվեց։ Գիտեք, ամեն դեպքում այն, որ ջղաձգում նկատվեց ակնհայտ եւ այդ ամբողջ ոհմակի մոտ, դա միանշանակ, որքանով դա զուտ իրենց ընկալումների եւ իրենց ուղեղի մեջ մեկը մյուսից բխեց, չգիտեմ ճիշտ ասած, դա երևի կլինիկական հոգեբանների կամ այս պարագայում արդեն հավանաբար հոգեբուժների խնդիրն է, բայց չեմ բացառում նաեւ դա։
Այսինքն ըստ ռեակցիայի, որը եղավ այդ ամենին, մենք կարող ենք ենթադրել, որ որոշակի պատճառահետևանքային կապ գուցե եւ առկա է։